Մերի Մարգարյանի Facebook-յան էջում կարելի է կարդալ երջանկության մասին նրա պատկերացումները, տեսնել ընտանեկան լուսանկարները։ 26-ամյա Մերիի անձնական էջը վերջին անգամ թարմացվել է մի քանի օր առաջ։ Այսօր նրա Facebook-յան տիրույթում լռություն է, ցավակցական գրառումներ են ու մեծ ափսոսանք։ Մերին մահացել է հուլիսի 29-ին, հղիության 35-րդ շաբաթում գտնվող աղջիկը հաշվառված էր Շենգավի ծննդատանը։ Դժբախտ դեպքից օրեր առաջ Մերին բարձր ջերմություն է ունեցել, թույլ է եղել, դիմել է հիվանդանոց, սակայն նրա հղիությունը հսկող բժշկուհին ասել է, որ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու առիթ չկա։ Շանիկ Ալբերտովն ամբողջան ընդունեց, սկսեց հումոր անել քույրիկից վրա, ասում է, «Միած հանգստացի, ես ինչ ա վիճակը, հանգստացի Մերի»։ Ծնողներից ասում է, Մերի կեսվեն Մերի մամային ասում է, «Մամաչկին նավիխ հետ»։ Հումոր անում, ասում է, «Դուք իստերիկա եք անում, երեխան վատանում ա»։ Աղջկայի եղբայրը մեծ հետ հեռախոսազրույցում պատմեց, որ հիվանդանոցից Մերիին տուն են ուղարկել, առաջարկելով ջերմիչեցնող խաբ ընդունել։ Հաջորդ օրը Մերիի վիճակը կրկին վատացել է, բայց հիվանդանոցում Մարիան անալիզ վերցնելուց հետո նորից տուն են ճանապարհել։ Այսպես 2 օր։ Կիրակի երբ որ արդեն ստիպելով գնացինք, ասենք պիտի ընդունեք, պիտի պարկենք, նոր պարկացրեցին։ Իա բժշկուհի Շուշանիկ Ալբերտովն ասում է, ես հեռախոս տեղյակ եմ ամեն ինչից, չի գալիս երեխային, չի ուսումնասիրում, չի հետազոտում։ Շաբթի օր առավոտյան 6-ից զանգում ենք իրան, ասում ենք շատ վատ է, հասցիկ, ասում է, հեսա կհասնեմ, հեսա կմոտենամ, հեսա գալիս եմ։ Առավոտյան 9-ին նոր եկավ ինքը նորմալ աշխատանքային ժամի։ Մի րոպե շուտ ուզեցավ նույնիսկ գա, որ երեխան նայի։ Արդեն երկուշաբթի առավոտյան հղի աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Մերիի եղբոր Մարտինի խոսքով մի քանի ժամ հետազոտելուց հետո Շենգավիթ բժշկական կենտրոնում ասել են, որ Մերիի մոտ գլխուղեղի բարդություն են կասկածում, եւ քանի որ իրենց կենտրոնում այդ բաժանմունքը չկա, առաջարկել են տեղափոխել այլ հիվանդանոց։ Շտապ սկորեն պատվիրում, որ տանենք Էրեբունի։ Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրենը նշում է, որ Մերի Մարգարյանն իրենց հիվանդանոց է տեղափոխվել երիկամային անբավարարությամբ, արյան շրջանառության խանգարումով, ծայրահեղ ծանր անկայուն վիճակում։ Նախնական ուղարկող հիմնարկի դիագնոզն ա եղել ուղղի արյան շրջանառության սուր խանգարում կամ թոքային զարկերակի թրոմբոեմբոլիա։ Մեր մոտ անմիջապես ախտորոշվել է երկկողմանի թոքաբորդ եւ պոլիօրգանային անբավարարություն։ Բժիշկները պայքարել են ծննդկանի կյանքը փրկելու համար, սակայն հուլիսի 29-ի առավոտյան գրանցվել է նրա մահը։ Բարդություններ ունեցել է նաև փոքրիկը։ Փոքրիկը նույնպես ծայրահեղ ծանր է ծնվել, քանի որ հիվանդի վիճակը դրան էր բերել, ծնվել է սրտի կանգով, կատարվել է վերակենդանացում, միացվել է սարքավորմանը, բայց այնտեղ ոչ մի հույս չունենք։ Շենգավիթ բժշկական կենտրոնի ղեկավարները ծննդկանի մահվան մասին նախընտրեցին չխոսել, պատճառաբանելով, թե նախաքննություն է ընթանում։ Ոչ մի բան չեմ ուզում բանել, հարազատները ինչ են ասում, ոնց են ասում, դա ոնց որ ասած քննարկում չեմ ուզում այդ թեմայի շուրջ։ Ու գրեք, որ մենք օֆիցիալ որևէ կոմենտ չենք տալիս։ Մերի Մարգարյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Աիդա Կարապետյան, ժամը լրատվական։